Բարև ձեզ CVKM-ի եթերում այսօր զրուցելու ենք Իսպանիայում բնակվող քաղաքագետ Գագիկ Քամալյանի հետ։ Պարոն Քամալյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Քամալյան, խոսելու ենք Գյումրու ընտրություններից, ինչ տեղի ունեցավ եւ համատեքստը, որովհետեւ տեսանք, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում Գյումրու ընտրությունները ոչ միայն Գյումրու մասին էին, այլ նաև ամբողջ Հայաստանի եւ ինչու ոչ արտաքին քաղաքական ինչ-որ նյուանսներ կային, որովհետեւ տեսանք ռուսական падգամավորների ներգրավում ընտրություններից հետո նաև էթնիկ հայ, բայց ռուսաստանցի քաղաքագետների ակտիվ նորից հայտարարություններ, ինչպես նաև տեխնացուների կողմից ռևերանսներ դեպի Ռուսաստան։ Հիմա ինչ ունեցանք Գյումրիում, արդյոք այդ ընդդիմության միավորումը կստացվի եւ արդյոք այն կարող է պրոյեկտվել նաև ամբողջ Հայաստանի վրա։ Նախ ես չէի ուզենա, որ մենք Գյումրիում տեղի ունեցողը պրոյեկտենք ամբողջ Հայաստանի վրա, որովհետև ինչքան էլ խոսույթը Գյումրիի տեղի ունեցած ավագան ընտրություններում ուներ համապետական եւ որոշ դեպքերում նաեւ արտաքին քաղաքական ենթատեքստեր էր շրջանառության մեջ դրվում։ Միևնույն է Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները պետք է նայենք առաջին հերթին գյումրեցիների աչքերով։ Այնտեղ տեղի ունեցած ընտրությունների հիմնական մեխը եղել է, որ գյումրեցիները ընտրել են առաջին հերթին անհատներին, իրենց քաղաքում ապրող մարդիկ են եղել եւ բնականաբար սա մեծ ազդեցություն է ունեցել։ Այո, ԿՊ-ի տարած ձայների կարելի ասել գերակշռող մեծամասնությունը միգուցե տրվել են ոչ միայն Սարիկ Մինասյանին, այլ տրվել են նաեւ Քաղաքացիական պայմանագրին, այսինքն տեղի ունեցել քաղաքական ընտրություն, այսինքն ընտրություն կատարողը կատարել է քաղաքական ընտրություն, բայց Վարդան Ղուկասյանի, Մարտուն Գրիգորյանի ընտրության պահով այստեղ գործել է զուտ նրանց անհատական իրենց անձի հանգամանքն է գործել, որովհետև այս մարդիկ հնաբնակներ են քաղաքական, այսպես ասած, ունեն ազդեցություն եւ բնականաբար սա գործել է։ Եվ ինչու քաղաքական չի, որովհետև մենք տեսանք, որ այդ մարդիկ փորձեցին անգամ կուսակցություն հայտնի արդեն ստեղծված, կայացած կուսակցություններով էլ հանդես չգալ, ստեղծեցին ինչ-որ դաշինքներ, ինչ-որ անվանումներ, ուղղակի որոնք ակնհայտորեն ուղղակի հարթակներ էին, որպեսզի իրենք կարողանան առաջադրվել, այսինքն կոմունիստական կուսակցությունը հաստատ Վարդան Ղուկասյանն որևէ առնչություն չունի, կամ մեր քաղաքը դաշինք, այդպես արհեստական ստեղծված ինչ-որ բան է, բնականաբար դա ուղղակի հարթակներ էին, որը ծառայեցրեցին իրենց անձնական եւ ինչու ոչ նաեւ ավելի բարձր շահերին։ Սա արձանագրելուց հետո միանշանակ դուք իրավացի եք, բայց սա արձանագրելուց հետո չի բացառվում, որ այս ապաքաղաքական գործելակերպը նաև գործի 2026 թվականի համապետական ընտրությունների ժամանակ։ Բայց սա այս ընտրությունները որոշակի առումով ընդհանուր Հայաստանի առկա մի շատ կարևորագույն խնդրի մասին կրկին կարելի ասել բարձրաձայնվեց, սա այն է, որ շատ անգամ 7 տարի շարունակ խոսում են, որ ներկաներ եւ նախկիններ, այսպես ասած, պայքարը արհեստական բնույթ է կրում, բայց իրականում սա իրողություն է, որը ոչ թե քաղաքական էլիտաների մոտ է այդ պայքարը ընթանում, այլ քաղաքական էլիտաների մոտ այդ հասարակությունում առկա այդ բախման արտացոլանքն է, հասկանում եք, հասարակության ներսում կա այդ բանավեճը մարդկանց շրջանում, քաղաքացիների շրջանում եւ դա բնականաբար է, դա անցումային շրջան է, մենք բնականաբար, այսպես ասած, ավտորիտար մտածողությունից հասարակությունը անցում է կատարում դեպի ժողովրդավար մտածողություն եւ բնականաբար այս անցումային փուլում այդ բանավեճը պետք է տեղի ունենա եւ այդ բանավեճը նաեւ տեղի կունենա նաեւ 2026 թվականի ընտրություններին, որտեղ քաղաքացին պետք է որոշում կայացնի ինքը հաստատապես ընտրում է ժողովրդավարական ազատությունների ճանապարհը, թե կրկին գնում է դեպի ավտորիտար բնույթի կառավարման, որտեղ քաղաքացիների տեսակետը
կարգավորվելու ոչ մի կերպ։ Հիմա Գյումրիում տեղի ունեցավ, այսպես ասած, փոքրիկ ռևանշ, ռևանշը այդ քրեաօլիգարխիկ տարերը որոշակի մանիպուլացիաներով կարողացան Գյումրիում, այսպես ասած, իշխանության գալ։ Դեռևս ֆորմալ առումով դեռևս չի ձևավորվել այդ իշխանությունը, բայց ամեն դեպքում նրանք հնարավորություն ունեն այդ իշխանությունը ձևավորելու։ Պարոն Քամալյան, բայց արդյոք տեսեք անընդհատ քննադատություն կա, չէ, երրորդ, այսպես կոչենք, հա, երրորդ ուժերի կողմից, որ այդ դուք դաշտը քաղաքական մոնոպոլացրել եք, ընդդիմություն վերցնելով, վերագրելով Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին իրենց այդ սատելիտ ուժերին, եւ դուք էլ իշխանությունն եք, եւ դաշտը վերցնելով, քանի որ այնտեղ ռեսուրսներ կան եւ այլն, դուք անընդհատ կենթանացնում եք այս ուժերին տարբեր քրեական գործերով եւ այլ պրոցեսներով, անընդհատ իրենց եք մենակ հակադարձում ու մենք այսպես լուսանցքում ենք մնացել, մեղավորը իշխանությունն է։ Սա մենք տեսել ենք, որ բազմաթիվ անգամներ հերկվել է այս փաստը, որովհետեւ ինչպես նաև Գյումրիում տեսանք, որ օրինակ Եվրատաշինքը մասնակցում էր այդ ընտրություններին, բայց անգամ անցողիկ շեմը չկարողացավ հաղթահարել, եւ նորից այստեղ կա այդ քննադատությունը, որ իշխանությունը, որովհետեւ հիմնական հակառակորդ ընդունել էր Վարդան Ղուկասյանին, կամ որովհետև ռեսուրսները թողել են այդ ուժերի ձեռքերում։ Հիմա այս որքանով է օբյեկտիվ այս քննադատությունը, որովհետև տեսակ նաև Քոչարյանն էր դրանից դժգոհում, որ ասում էր, այ ասում էիք, դու ես գալիս ես, դրա համար մենք ոչինչ չենք կարողանում անենք, ես ոչ մի բան չարեցի մի տարի, բա ուր էիք, բա գայիք մի հատ հրապարակ լսնեիք, բա ուր էիք, ժողովուրդ ջան։ Հիմա արդյոք տեղին չեն այդ իշխանության ու Քոչարյանական թևի այդ ասածները, որ իրոք պետք է կարողանալ, հա, նաև այդ դաշտը վերցնել, ճիշտ թիրախներ ընտրել, ոչ թե գալ Գյումրիի ընտրություններին ամբողջ ընթացքում միայն ու միայն քաղաքացիական պայմանագրից խոսել, քննադատել, փորձելով իբր տենց ավելի ռադիկալ ընդդիմադիր դաշտեր ներողություն ձայներ վերցնել, որոնք արդեն զբաղված են, այդ ձայները Վարդան Ղուկասյանին են, չգիտեմ, Մարտուն Գրիգորյանին են, Ռուբեն Մխիթարյանին են, բայց հաստատ ոչ Լևոն Պարսեղյանին է։ Եկեք այդ խնդրին մի փոքր ավելի գլոբալ նայենք, հա։ Այն մթնոլորտը, որ կա Հայաստանում, կա այն ստեղծված մթնոլորտը, ստեղծված իրավիճակը 2018 թվականից հետո, այսինքն ժողովրդավարական տեսանկյունից կա ազատ խոսք, կա ազատ գործող մամուլ, հա։ Եվ այսինքն բոլոր հնարավորությունները կա այդ այլընտրանքը ձևավորելու։ Այսինքն այն, որ պնդում են, թե իշխանությունն է խանգարում, որ այլընտրանք չձևավորվի, սա նոնսենս է։ Դա քաղաքական առումով անմտություն է, որովհետև չի կարող այդպես լինել, հա։ Խնդիրը այն է, որ մենք երբեմն արհեստական այսպիսի օրակարգերով փորձում ենք երրորդ ուժի այդ ձևավորման նից խոսել, շրջանցելով հասարակության ներսում առկա այդ անցումային շրջանի մտածողությունների բախումը։ Ես ինչու եմ ասում, որ այն, որ կա ներկաների եւ նարկիների պայքար, դա այդ պայքարը միայն չպետք է տեսնել անձերով Փաշինյան թե Քոչարյան, հա, այստեղ կրկնում եմ մտածողությունների բախում է։ Եվ ցանկացած ուժ, եթե ցանկանում է ձևավորել այլընտրանք, ինքը պետք է հաշվի նստի այս իրողությունների հետ, ինքը պետք է հաշիվ տա իրեն, որ հասարակության ներսում այդ պայքարը կա եւ այդ պայքարից ինքը անմասն չի կարող մնալ ինչ որ նոր բաներից խոսելով։ Դրա համար պետք է ճիշտ հասկանալ հասարակական տրամադրվածությունները եւ ըստ այդմ էլ հստակ հասկանալ որն է իր ընտրազանգվածը, որտեղ կարող է ինքը գործել։ Ահա սրա շուտ պետք է ձևավորվի երրորդ ուժը, ոչ թե մեղադրել Ռոբերտ Քոչարյանի, Նիկոլ Փաշինյան, թե դաշտը զավթված է, սա նոնսենս է։ Իհարկե, սա էլ չի արդարացնում գործող իշխանության այն բացթողումները, որ կան, դա առաջին հերթին կապված է նրա հետ, որ իրավաքաղաքական գնահատական չտրվեց ընտրազեղծարարություն, տարիներ շարունակ ընտրակեղծարարությամբ զբաղվողներին, դատաիրավական համակարգը թողվեց իներցիայի, այսինքն իներցիայով ինքը կամաց կարող է շտկվել, սա ֆունդամենտալ խնդիրներ են, որոնք իշխանությունը չի կարողացել լուծումներ տալ, հա, եւ եւս մի շարք խնդիրներ կա, օրինակ
համակարգված քարոզչական մեխանիզմ չունի այսօրվա իշխանությունների դակ բերել է նրան, որ կրկին այսպես ասած առաջին պլան է եկել քրեաօլիգարխիկ տարերը։ Այստեղ իշխանություն ունի մեղավորություն, բայց իշխանությանը մեղադրել, որ երրորդ ուժ չի ձևավորվում, սա արդեն նոնսենս է։ Այդ երրորդ ուժի ձևավորման հիմնական հասցեատերը պետք է լինեն նրանք, ովքեր ցանկանում են այդ երրորդ ուժը ձևավորել։ Նաև կարող ենք ասել, որ այն բազմաթիվ պնդումները, որ գիտեք, հիմնական պայքարը նախկինների եւ ներկաների միջև է, որ նախկինների վերադարձը բավական ռեալ է, որովհետեւ բազմաթիվ այդ քննադատություններ կային նաև այդ համատեքստում, որ այ նախկիններով են փորձում վախեցնել, ոչ մի նախկիններ չեն գալու, նախկինների վերադարձել երբեք չի լինում, նրանք քաղաքական տիակներ են, տիակներին կենթանացնում եք որպեսզի ընտրություններից առաջ որպեսզի կարողանաք ձայներ ապահովել։ Մենք Գյումրիում կարող ենք արձանագրել, որ տեսանք, որ դա այնքան էլ այդպես չէ, որ նախկինների վերադարձը հնարավոր չէ եւ որ իշխանությունը հատուկ վերակենդանացնում է նրանց։ Նրանք կարող են տակտիկան գտել են տարբեր ուժերով, տարբեր դեմքերով, երկու քաղաքական ուժերը ոչ թե միատեղ են գործում, այլ անգամ 4 ուժ են միանգամից դաշտ նետում, տարբեր անհատներով տակտիկան գտել են եւ վերադառնալու, վերարտադրվելու հնարավորություն այնուամենայնիվ կա։ Նախ եկեք հասկանանք, որ 2018-ից մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմը քաղաքական տեսանկյունից լրիվ այլ կոնյունկտուրա էր, հա, այլ իրողություններ էր։ Այդ պայմաններում նախկին իշխանությունները չէին կարող որևէ հույս ունենալ ռևանշի հասնելու, հա։ Բայց 2020 թվականի պատերազմից հետո քաղաքական իրադրությունը ամբողջովին փոխվեց, օրակարգ եկավ այսպես ասած խոսույթ, որն էլ շատ մեծ ազդեցություն ունի հասարակական ընկալումների վրա։ Դա Արցախյան պատերազմի պարտությունն էր եւ դա հնարավորություն տվեց որոշակի ուժերի, այսպես ասած, փոքր քայլերով ռեաբիլիտացվելու, հա։ Այսինքն նրանք կարողան հակության ներսում ստեղծել մի այսպիսի մոտեցում, որ գործող իշխանությունը, այսինքն 18 թվականի հեղափոխական ճանապարհով իշխանության եկածը պարտություն է կրել Արցախյան հիմնարարությունում եւ դա է եւ նրանք են մեղավորը, հիմնական մեղավորը այդ պարտության, եթե չլիներ այդ հեղափոխությունը եւ չեր լինի այդ պարտությունը եւ սա շատ մեծ լսարան է հավաքել Հայաստանում։ Սա է իրականությունը եւ մենք պետք է հաշվի առնենք այս իրականությունը եւ 21 թվականի ընտրություններով կարելի ասել հեղափոխական այն սիտուացիան, որ առկա էր Հայաստանում, ավարտվեց։ 21 թվականից հետո Փաշինյանի իշխանությունը դժվար է այլևս համարել հեղափոխական իշխանություն, Փաշինյանի իշխանությունը կարելի ասել ընտրական ճանապարհով ձևավորված նոր իշխանություն էր, որը բնականաբար ունի իր առավելությունները եւ իր թերությունները, բայց այն պատերազմը շատ լուրջ ազդեցություն է գործել հասարակության ներսում առկա տրամադրությունների նկատմամբ եւ նաեւ արտաքին քաղաքական կոնյունկտուրան նոր մարտահրավերներ է բերել, Ռուսաստան արևմուտք սրացած հարաբերությունները, տարածաշրջանում առկա վերադասավորումները, սրանք բոլորը հարակից ազդեցություններ են, որ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա լուրջ ազդեցություններ են գործել եւ սրանից չի կարելի միայն 2018 թվականին տեղի ունեցած այսպես ասած իրողություններով փորձել գնահատականներ տալ։ Դրա համար ցանկացած քաղաքական ուժ պետք է հաշվի նստի փաստերի եւ իրողությունների հետ։ Եթե դու փաստերի եւ իրողությունների հետ չես հաշվի նստում, դու կարող ես ասես ստեղծելու ես իլյուզիաներ եւ այդ իլյուզիաները քեզ տանելու են պարտության։ Վերադառնալով Գյումրիին, ձեր կարծիքով պարոն Քամալյան, կստացվի այս քոչայանական թևի երկու խմբերի Վարդան Ղուկասյան եւ Կարեն Սիմոնյան եւ Սերժ Սարգսյանական թևի Մարտուն Գրիգորյան ու Ռուբեն Մխիթարյան միավորումը, որովհետեւ տեսնում ենք, որ հիմա մեզ քննադատում են, ՔՊ-ին քննադատում են այն իմաստով, ես էլ ներգրաված այդ նախընտրական փուլում, գործընթացում, ընտրական process-ներում եւ մենք մարդկանց զգուշացնում էինք, հայտարարում էինք, որ
հիմնականում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են ներգրաված process-ներին եւ այս 4 ուժերը երկուական տեղաբաշխված են այս Ռոբերտ Քոչարյանի ճամբարում եւ Սերժ Սարգսյանի ճամբարում, չնայած մենք քննադատում էին, որ կեղտոտ քարոզչություն են իրականացնում եւ այլն, բայց կարծում եմ ապացուցվել է այդ փաստը եւ հիմա էլ տեսնում ենք, որ քոչարյանական եւ սարգսյանական թևերը, անգամ այդ մամուլը իրենց որ տարանջատված է, հստակ թիրախավորում է մի մասը Վարդան Ղուկասյանի, մյուս մասը Մարտուն Գրիգորյանին, հիմա այդ միավորումը արդյոք կստացվի, որովհետեւ չնայած հանգամանքին, որ հայտարարել են, որ այո, կսատարեն առաջին ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմությանը Վարդան Ղուկասյանի դեմքով, բայց դրանից հետո process-ներ են տեղի ունենում, թե մեդիա հարթակում, ինչպես նշեցի, քոչարյանական ու սարգսյանական թիմերի միջև, թե վերջերս հանրայինում հեռուստաբանավեճի ընթացքում այդ Մարտուն Գրիգորյանի դաշինքի կուսակցություններից մեկի ղեկավարը Երվանդ Թավերձյանը մեսիջներ էր հղում, որ լավ կլինի թե քաղաքացիական պայմանագիրը ինքը քվեարկի Մարտուն Գրիգորյանին եւ Վարդան Ղուկասյանից ազատվելու համար, չնայած դրանից հետո ստիպված եղավ Մարտուն Գրիգորյանն ու Հայրենիք կուսակցությունը Վանեցյանը հայտարարություն տարածել, որ դա եղել է մասնավոր կարծիք Երվանդ Թավերձյանի եւ իրենք միևնույն է քվեարկելու են Վարդան Ղուկասյանին։ Այլ եթե նույնիսկ քվեարկեն, հետո ինչ կունենանք, ինչպես կձևավորվի, մարդիկ ասում են մենք քվեարկենք, բայց պատասխանատվություն չենք կրի հետագայի համար, բայց այնտեղ էլ 6 մանդատ, 8 մանդատ ունի Վարդան Ղուկասյանը ընդամենը 33-ից, ընդամենը միավորում տեղի կունենա եւ հետո ինչ կունենանք այստեղ։ Եկեք ձեր հարցը երկու մասի բաժանենք, հա։ Առաջին մասը Գյումրիի շրջանակում տեսնենք զարգացումները, երկրորդ մասով կխոսենք արդեն ընդհանուրի մասին, հա։ Ինձ թվում է այսպես թե այնպես այս ուժերը ի հակադրություն ՔՊ-ի քվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին, բայց դրանից հետո կառավարման մշակույթի առումով Գյումրիում ոչինչ չի փոխվելու, ավելի ինստիտուցիոնալ առումով բավականին ճգնաժամային կառավարում կլինի, որից գյումրեցին ոչինչ չի ստանալու, այն դեպքում, որ նաև այդ Գյումրիի ավագանի ու նոր կազմը, նոր իշխանությունը քաղաքային լուրջ հակադրության մեջ է կենտրոնական իշխանությունների կառավարության հետ, հա։ Սա ևս մի շատ կարևոր փաստ է, որից չեն կարող գյումրեցիները խուսափել, հա։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյան հակադրության մասին, հա, ես երեք մի այսպիսի գրառում կատարեցի, որ տպավորություն կա, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի այս փոխհրաձգությունը, որ կատարվում է, իրականում սա ներկլանային բազարներ են, բայց այստեղ շատ մի կարևոր նրբություն կա։ Նրանք պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին, բնականաբար Ռուսաստանը ճակատ է ձևավորելու ընդդեմ Հայաստանի դեմոկրատական ուժերի, հա, եւ այդ ճակատը կարծես թե ռուսական կողմը առանց Սերժ Սարգսյանի է կարծես թե պատկերացում, որովհետեւ Քոչարյանի թիմի առավել, այսպես ասած, ռուսաֆիկացված հատվածը Անդրանիկ Թևանյան եւ մյուսները հենց իրենք են հակասերժական այս քարոզը իրականացնում եւ կարծես թե Ռուսաստանը դեռևս չի ներել Սերժ Սարգսյանի երկու շատ կարևոր բան, հա, առաջին ասոցիացիան պայմանագրի շուրջ բանակցությունները, որ երկար ժամանակ Սերժ Սարգսյանը վարում էր Եվրոպայի հետ եւ նաեւ 2018 թվականի այդ իշխանափոխության process-ը չի ներվել Սերժ Սարգսյանին։ Սա իմ սուբյեկտիվ տեսանկյունն է։ Եվ ես այդ համատեքստում եմ տեսնում։ Այդ համատեքստում մի հարցամ շարունակենք, դուք գտնում եք, որ Ռուսաստանը կողմնորոշվել է դեպի Ռոբերտ Քոչարյանը ու չի տեսնում Սերժ Սարգսյանին այդ ճակատում, թե այս երկու թիմերն են փորձում 26 թվականին ընդառաջ լավագույնս մատուցվել Ռուսաստանի, ասենք ես ավելի լավ ռուսամետ կլինեմ, որ տարբերակն է։ Սերժ Սարգսյանը ինչքան է փորձում է Սերժ Սարգսյանի թեմը մի քիչ ոչ քաղաքական բառ օգտագործեմ, ինչքան է փորձում է գցնել Ռուսաստանին, միևնույն է ինքը ռուսական դաշտում անվստահելի անձ է համարվում, ինքը եւ իր թիմը, հասկանալի է։ Այսինքն Ռուսաստանի համար բնականաբար ամենահարմար տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է, որովհետեւ նա ամբողջապես ռուսական քաղաքական մշակույթին բարի տեխնացիում է, քաղաքական մշակույթի կրող տեխնացիա չի կարող այդ կերպ լինել, որովհետև 90-ականների վերջի 2000-ականների սկզբի իրողությունները
մեր աչքի առջև են տեղ ունեցել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը ողջ Հայաստանի կապիտալ ռեսուրսները նվիրել Ռուսաստանին։ Իմիջիայլոց սա եթե Հայաստանը կարողանա լուրջ պետական ինստիտուտներ ձևավորել եւ կարողանա ամուր պետություն ունենալ, սա պետական դավաճանության տիպիկ օրինակ է, հա, երբ որ ամբողջ պետական ռեսուրսները, ֆունդամենտալ նշանակության ռեսուրսները դու միակողմանիորեն զիջում ես երրորդ երկրի, հա, երկրորդ երկրի, որը բնականաբար քաղաքական շատ լուրջ փոխելիություն է ստեղծել քո երկրի համար, հա։ Այս տեսանկյունից բնականաբար Ռուսաստանի համար հարմար տեխնացում Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ ինչու նաև Սերժ Սարգսյանի հանդեպ կա վստահելիության պակաս Ռուսաստանի հետ, որովհետև Սերժ Սարգսյանը գիտենք, որ ինքը քաղաքական ինտրիգիստ է եւ շատ դեպքերում նա կարողանում է երկակի խաղեր խաղալ եւ այս առումով Սերժ Սարգսյանը վստահելիության պակաս ունի, բայց Սերժ Սարգսյանը բնականաբար գործելու է դեմոկրատական ուժերի դեմ եւ իր ռեսուրսները եւս օգտագործելու է Փաշինյանի կամ այլ ձևավորվող ուժի դեմ պայքարում։ Սա կրկնում եմ ներկլանային բազարների շրջանակում պետք է տեսնել Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ նրանց ներսում արկա այդ ռուսական հետքի շրջանակում պետք է տեսնել։ Իսկ մնացած առումով փնտրել Սերժ Սարգսյանի մեջ ինչ-որ դրական բաներ, դրա մասին չեմ ես խոսում։ Պարզապես տալիս եմ քաղաքական, այսպես ասած, գնահատական, որը սուբյեկտիվ գնահատական է, բայց ես տեսնում եմ այս համատեքստում զարգացող իրադարձությունը։ Մենք տեսանք, որ չնայած փոքր մասշտաբով, ինչպես նշեցի, Ռուսաստանի դերակատարումը Գյումրիում եւս կարին իմաստով, որ տեխնացուները փորձում են ռևերանսներ անել դեպի Ռուսաստան կամ մարդկանց քվեները, ռուսամետ հատվածի քվեները ստանալու համար էին այդպիսի վերամբարձ անիրատեսական հայտարարություններ անում, իրենց կապում Ռուսաստանի հետ եւ այլն, բայց մենք տեսանք, որ 51% քվե դժվար է հավաքել ցանկացած պարագայում եւ ցանկացած ուժի համար, անգամ գործող իշխանության համար եւ 2026 թվականին եւս որևէ ուժի էլի դժվար կլինի 51% քվե ապահովել, հետեւաբար մենք տեսնում ենք, որ այդ տակտիկան ընդդիմության կամ Սերժակոչյանական կլանի աշխատում է հանդես գալ տարբեր ճակատներով, տարբեր դեմքերով, փորձել հնարավորինս տարբեր ընտրազանգվածների վրա ազդել, այդ մարդկանց քվեները հավաքել, վերջում կմիավորեն X տեխնացուի շուրջ։ Հիմա եթե Ռուսաստանի դիրքերից ենք նայում, հա, Ռուսաստանը տեսավ չէ այս մեթոդը, արդյոք ավելի տրամաբանական չի լինի, եթե նա եւս այդ տակտիկայով խաղա, այդ ճակատը ձևավորի, օրինակ ոչ թե ընտրի Ռոբերտ Քոչարյանին որպես իր համար լավագույն տեխնացու, այլ դեմոկրատական ուժերի դեմ ճակատ ստեղծի Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, գուցե եւս մի օրինակ Անդրանիկ Թևանյան, Մայր Հայաստանով, իբր Քոչարյանից անկախ բան, չգիտեմ, Արթուր Վանեցյան, այսինքն այդպես ինքն է մի 4-5-6 ճակատ ստեղծի Սերժա Քոչարյանական չնայած էլի, բայց էլի տարբեր մարդկանցով ու փորձի այդ մեթոդով 2026-ին պայքարել ձեր նշած դեմոկրատական ուժերի դեմ։ Բնականաբար Ռոբերտասերժական կլանը չի հրաժարվելու Սերժ Սարգսյանին արկա լծակներից, որ նա ունի իր ձեռքում, բնականաբար դրանք լծակներ են, որ օգուտ են բերելու Փաշինյանի իշխանության դեմ պայքարում եւ այս բազմաճակատ ընտրություններին գնալու այս բազմաճակատ, այսպես ասած, մարտավարությունը գործելու է սա միանշանակ դուք իրավացի եք այս հարցում եւ ես համաձայն եմ ձեզ հետ։ Այդ դեպքում տեսեք, ինչպես պետք է իշխանությունը կամ այդ երրորդ ուժերը, որոնք չկան, հա, այս կլանների մեջ, կապեր չունեն Ռուսաստանի հետ, անտագոնիստներ են Ռուսաստանի նկատմամբ, հա, կարելի ասել։ Իրենք ինչպես պետք է դիրքավորվեն։ Իրենք էլ ապացուցվեց, որ այդ տակտիկայի դեմ հակախաղ չեն գտել։ Մենք մոռանում ենք, որ կա մի շատ մեծ ընտրազանգված, որը չի գնում ընտրությունների Հայաստանում, դա ցույց տվեց Երևանի ավական ընտրությունները, նաև Գյումրիի ավական ընտրությունները, այսինքն աշխատելու դաշտ կա երրորդ ուժերի համար,
Պարզապես նրանք պետք է կարողանան ամբիցիաները դնել մի կողմ, ճիշտ դաշինք ձևավորել, ճիշտ իրավ ընտրությունների ընթացքում ռետորաբանությամբ իրենց ճիշտ թիրախավորեն իրենց ընտրազանգվածը, այս դեպքում շատ հնարավոր է, որ նրանք կարողանան մրցունակ լինել։ Նաև այս ընտրությունները, նաև Երևանի ավականու ընտրությունները եւ ընդհանրապես հասարակության արքում երևում է, որ Նիկոլ Փաշինյանը 30-ից մինչև 40%-ի սահմաններում կայուն ընտրազանգված ունի։ Եթե ոչ կայուն էլ չէ, ապա հնարավոր է, որ այդ սահմաններում իշխանությունը կարողանա ձայներ հավաքել։ Իսկ թե իշխանությունը ինչքանով կփորձի ավելացնել, ինչպիսի գործողություններ կդիմի, սա էլ մեկ այլ հարց է, բայց այդ երրորդ ուժի ձևավորմանը արդեն պետք է սկսված լինի, հա, այդ հարթակը չպետք է միայն օրենտացիոն բնույթ կրի, հա, առաջին հերթին, որ մենք արևմտամետներ ենք, այսպես ենք պատկերացնում եւ այլն, չէ, նաեւ պետք է հստակ ներքաղաքական զարգացումների տեսանկյունից կարող են լինել ոչ օրենտացիոն բնույթի հարցեր, որոնք պետք է հենց պետականության ներքաղաքական կյանքի շրջանակներում տեսնել, լուծումներ առաջարկել եւ նաեւ անձերի տեսանկյունից պետք է այնպիսի անհատներ ընտրվեն, որոնք իսկ ներշնչեն մարդկանց ընտրատեղամասեր գնալու։ Այս տարապով կա աշխատելու տեղ, եթե աշխատանք տարվի, շատ հնարավոր է, որ կարողանան այս ռուսական դաշտից եկող այս մարտահրավերը հաղթահարել դեմոկրատիայի կողմնակից ուժերը։ Շնորհակալ եմ, պարոն Քամալյան։ Ես շնորհակալ։ Ցտեսություն զրուցեցինք քաղաքագետ Գագիկ Քամալյանի հետ, կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։